ես ուզում եմ խոսել Glendale-ում freeway եւ Glendale, այսինքն Glendale Avenue եւ 134 freeway-ում այդ տարածքում է, տեսեք մի հատ մեքենա աշխատում է պոլիսից փախուստա, տեսեք ինչպես այդ BMW-ն այդ նեղ արանքներում աշխատում է, այսպես տեսնում եք արվածում է մեկ ուրիշ մեքենայի, հետո ինքը մնում է, պոլիսը հետևում էին իրեն, այսպես տեսնում եք իր մեքենան նաև վնասվում է եւ ձերբակալում են անձնավորությանը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ տեսնում եք ձերբակալել են, հիմա ես այս վարկանին չկարողացի իմանալ ձերբակալել են, ում են ձերբակալել, բայց հետո կբացահայտեն, պոլիսը հիմա դժվար է, եթե ասում եք կանգնեք, կանգնեք, եթե դուք կարծում եք անտեղի են ձեզ պահում, հետո կարող եք գնաք դատարան, դա փաստեք, բայց եթե պիտի հետևեն ձեզ գտնեն, հելիկոպտեր ունի, օրինակ Glendale Burbank-ը մեկ հելիկոպտեր ունեն, նման ժամանակ հելիկոպտերը վերևից մեքենան հետևում է, որտեղ կգնաք, որ այս հելիկոպտերը չի կարող անդրադառնալ, դուք ուր եք կամ որտեղ եք գնացել, անտեղի է, եթե պոլիսը ուզում է կանգնացնի, եթե մեղավոր եք լինելու, արագ քշելու եւ այլն, եթե փախուստ եք տալիս պոլիսից, որ անվաման պիտի տանեն դատարան, ավել խնդիրներ պիտի լինի ձեզ համար։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփի մասին։ Ձեզ ասել էի անցյալ ամսի 8-ին նախագահ Թրամփը այս ՆԱՏՕ-ի կամ NATO-ի համագումարն է տեղի ունենում, բայց Թուրքիայում էր տեղի ունենում այս համագումարը։ Եվրոպական երկրների այս ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բոլորը այդտեղ էին, 30-ից ավել երկիր կա ՆԱՏՕ-ի անդամներն են, դրանց մեջ նաև Ամերիկան, նախագահ Թրամփը այնտեղ էր, նախագահ Թրամփը այնտեղ գնաց մի օդանավով, որ Կաթարը կամ Կաթարը իրեն նվեր էր տվել, այս նվեր են տվել 400 միլիոնից ավել արժողությամբ օդանավ է, նախագահ Թրամփին նվեր են տվել, սովորաբար նախագահները այսպես նվերներ չպիտի ընդունեն, երբեք որոշ չափից ավել մեծ նվեր նախագահները չեն ընդունում։ Եթե իրենց նվեր են տալիս, այսինքն ընդունում են, բայց մնում է սպիտակ տուն։ Այսինքն, եթե մի քանի հազար արժի այդ նվերը, պետք է թողնեն սպիտակ տուն եւ մնալու է որպես այդտեղ նախագահին նվեր հասած։ Իրենը չի որ տան։ Ամենայն դեպս նախագահ Թրամփը ընդունեց այս եւ մոտարապես 1 միլիարդի չափ կամ 1 բիլիոն ծախսեցին, որ սա ապահով դարձնեն նախագահի համար, բայց այդքան ապահով չի, ինչ որ երկու հին օդանավներ կամ որ նախագահ Ջորջ Բուշ հայրի ժամանակվանից այդ օդանավները ծառայել են Ջորջ Բուշ հայրին, հետո ծառայել են, եթե մյուսը կապույտը ցույցադրեինք, հետո ծառայել են նրանից հետո Քլինթոնն է եղել, նրան է օգտվել, Քլինթոնից հետո Ջորջ Բուշ զավակն է եղել, հետո Օբաման է եղել, հետո Թրամփն է եղել, հետո Բայդենն է եղել, այսպես երկու օդանավ ունի նախագահը, որի մեջ նախագահ լինում է, դա կոչվում է Air Force One, առաջին օդանավ է կոչվում։ Հիմա եթե այն կարմիր օդանավի ինչ որ կարմիր սիպտակ տեսնենք նրա մեջ լինի, դա համարվելու է Air Force One։ Սրանք շատ ապահովված են, ճիշտ թանքի նման է, հրթիռով արձակվեն եւ դա կարող այս օդանավը տոքա։ Ուրեմն երբ Թուրքիայում է լինում նախագահը, Իսրայելը իրենց լուր է տալիս, ասում է, որ նախագահին shoulder միսայլով, հրթիռով ուսի վրա տրված եկել են Իրանից Թուրքիա, որ երբ օդանավ վարշանա խփելու են նախագահ Թրամփին սպանեն։ Իսրայելը ասել է, այստեղ CIA-ը եւ զինվորական պաշտպանության նախարարությունը չեն հավատում դրան։ Այսինքն ասում են, որ Իսրայելը ամեն անգամ միշտ մի բան, եթե առիթը լինի, ուզում է Իրանին մեղավոր անի եւ ինչպես որ Թրամփին խրախուսեցին, թե իր աշխատակազմը նախարարները ասացին չմտնի պատերազմի մեջ Իրանի հետ,
Իսրայելը համոզեց, որ պատերազմի մեջ մտնի, հիմա իրենք մաս չեն կազմում պատերազմի, Ամերիկան դեռ շարունակում է այդ պատերազմը, կամ պաշարել է Իրանը 60,000 զինվորական այդտեղ նավերը, հսկա նավեր են տարել, ռազմանավեր են տարել, մեծ ծախսի են նայում, ինչ հիմա 37 բիլիոն 500,000 ծախսեր են, 70 բիլիոն պահանջում են, որ օրենսդիր մարմինը հանի իրենց, որ կարողանան շարունակեն այդ ինչ որ պաշարեն են Իրանը, ոչինչ չի մտնում Իրան, ոչինչ դուրս չի գալիս Իրանից։ Թեև բանակցություն է տեղի ունենում Իրանի հետ, հենց այս վարքյանից, որ այսպես արտահայտություններ է լինում, նաև բանակցություն է տեղի ունենում Իրանի հետ։ Հիմա ամենայն դեպս Թրամփը այդ Իսրայելի ինչ որ ասեներ ընդունում է, ինքը ասում է պաշտպանության նախարարությունը եւ CIA ասեն են ավելի լավ է այդ սորական օթանավով չվերադառնա եւ իրեն ինքը գնում է մտնում է օթանավի մեջ, հիմա պետք է ցույց տամ, հետո այնտեղից իրեն տնում են մի ծանրոցի մեջ, որ ուտելիք են բերում այդ ծանրոցի մեջ, այդտեղից տանում են մեկ ուրիշ օթանավ, որ CA-32 կոչվում է, որ սովորաբար իր կինն է օգտվում, փոխնախագահն է օգտվում, նախարարներն են այդ օթանավը օգտվում, նա էլ ապահովված է, բայց իր նախագահների օթանավի պես այդքան շատ ապահովված չի, հետո սա 747 խոշոր օթանավ է ավել, մյուսը 757 տեսակետի 757-200 օթանավ է, ամենայն դեպս գաղտնիորեն այդ ծանրոցը տանում են այն օթանավի մեջ, նախագահ այնտեղ հետո դուրս է գալիս, այդ օթանավով գնում է Եվրոպա եւ հետո վերջավորության այդ կարմիր սպիտակ օթանավով Եվրոպայից գալիս է Ամերիկա։ Հիմա սրանք բոլորը ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրեմ, որպեսզի տեսնում եք։ Ուրեմն սա հին օթանավն է, որ շատ ապահով օթանավ է։ Թեև հին օթանավ է, ասացի Ջորջ Բուշ հայրի ժամանակվանից։ Այստեղ նախագահն ասում է, որ ես ուրիշ թռիչք վերցրի, ուրիշ օթանավ ապահովության համար իրենք պահանջել էին ինձ, որ այս գործը անեմ, եւ ես լսում եմ իրենց։ Հակառակը միշտ նախագահ չի լսում իր խորհրդատուներին, բայց ասում է ես լսում եմ, այստեղ ասում է, որ ես լսում եմ իրենց, այստեղ ասում է ինչ որ ասում են եւ այսպես տեսում եք ուրեմն ինչ որ ցես բացատրի սա ծանրոցն է որ ուտելիք եւ ամեն ինչ բերում են օթանավների մեջ սրա ուրեմն ինքը բարձրանում է այս օթանավի մեջ մյուս կողմից ինչ որ ուտելիք են բերել այս օթանավին մեջ իրեն տնում են այդ ծանրոցի մեջ հետո տանում են մյուս օթանավի մեջ են տանում եւ այնտեղից գալիս ոչ ոք չգիտեր այսպես ուրեմն իրեն ասել էին որ իրանական մեկ terrorist խումբ Թուրքիայում եւ ուսի վրա տրվող հրթիռով shoulder fired missile դրանով երբ օթանավ բարձրանա կրակելու են իր վրա իհարկե ոչ մի դեպք չպատահեց այդպես բան տեղի չունեցավ եւ իրենք գիտեն որ որտեղ է լինելու ուրեմն այդտեղ պատրաստ են որ այս օթանավը վայր գցեն այդպես էին ասել եւ ասում է անկեղծորեն ուզում ասեն որ իմ դուք ինձ գիտեք ասացի կարևոր չի բայց ասացել կարևոր չի սա մի քանի օր առաջ ասած բայց օթանավը փոխել է եթե կարևոր չէր բնականաբար իր օթանավի մեջ կմնար ուրեմն ինքը լսել է որպես իրեն ավել ապահովության համար ուրեմն տեղափոխվել է մյուսը միայն հոգիներ որ գիտեին 3 հոգի ծախում տեսնում եք արտգործ նախարարը որ մնում են այդ օթանավի մեջ որպեսզի կասկած չլին մեջտեղում տեսնում եք treasury նախարարը այսինքն կանձապահը այս երկրի նա գիտեր որ իրենք հենց այդ օթանավում մնում են եւ իր խոսնակներից մեկը Ստիվեն Չանգ տեսնում եք միայն այս 3 օթանավի մեջ գիտեին լրագրողներ կային տասնյակ այս օթանավի մեջ ուրիշներ կային
ոչ ոք չգիտեր, բայց այս 3 անձնավորությունները օթանավը բարձրանում է, բայց նախագահը մեջը չի եւ ասացի ապահովորեն գնում է ասում է։ Իսկ մյուս օթանավ, որտեվ երբ նախագահը օթանավներով գնում է, F-35 տեսակի ռազմօթանավները իրեն կողքից գնում են, որպեսի ապահով դարձնեն նախագահի թռիչքը։ Ուրեմն տեսնում եք այս ռազմօթանավները մյուս օթանավի մեջ, որտեղ որ նախագահն էր, նրա մեջ են լինում։ Air Force One, ուրեմն նաև որ ինքը պիտի լիներ, բայց եթե գնացել է մեկ ուրիշ օթանավի մեջ, ուրեմն նա է դառնում նոմեր 1-ը։ Ասում եմ, որ օթանավը կարծում եմ, որ ես մյուս օթանավի մեջ ավել վտանգի մեջ էի, ավել greater risk, տեսնում եք այստեղ, որովհետև այս մեկ օթանավ, որ ինքը սովորաբար օգտվում է կամ նախկին նախագահները օգտվել են, ավել ապահով է, քան թե մյուսը։ Այսպես ասում նախագահը հիմա եւ 3 ավել շուտ ասում էր, ինչ որ ձեզ ասացի։ Այստեղ տեսնում եք այս օթանավներ, ինչ որ ուրեմն առանց նախագահի գալիս է, մեկ ինքը ուրիշ օթանավով գնում է Եվրոպա, ինչ որ իրեն խրախուսել էին իրեն ապահով հասցնելու։ Ես ուզում եմ խոսել նախագահ Թրամփի press secretary, որը ընդամենը 28 տարեկան է, ամենաերիտասարդ, ուրեմն իր խոսնակը նախագահի, այս կինն է, press secretary-ին կամ այդ դեպարտման է, որ մարդիկ են աշխատում, մեկ հոգի չի, մեծ խումբ են, բայց սա հիմա 28 տարեկան է, երկրորդ երեխան իրեն ունեցավ, ուրեմն նախագահին ասել է 2 տարի առաջ եւ մեկ ուրիշ երեխա ունի 3 ամսական, ուրեմն նախագահին ասել է, որ տեսնում եք 2 տարեկանին եք տեսնում, հիմա նոր baby, այդպես տեսնում եք մանուկ ունի, Caroline Levitt, ուրեմն ասել է, որ ուզում է գնա եւ իր ընտանիքին հոգ տանի, իրեն ամուսինը 20 տարից ավելի իրենից մեծ է իհարկե եւ այսպես ուրեմն մնալու է նախագահի խորհրդատուներից, վստահելի խորհրդատուներից, ինչ որ նախագահը ինքն է գրել այս, բայց ամենօրյա աշխատանք չի ունենա եւ պետք է կկապվի նախագահին, ինչ որ տեղեկություններ կփոխանցի նախագահին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ, պետք է խավարումի մասին խոսեմ, Բրբանքում գտնվող սա չափահասների դպրոցն է, 18 տարեկան եւ ավելի, բոլոր դասավանդումները անվճար են, նահանգը վճարում է ձեր ծախսը, որպեսզի դուք ավել բարձրագույն կրթություն ստանաք, եթե բնավ անգլերեն չգիտեք, անգլերեն կարող եք սովորել, անգլերեն գիտեք, ուզում եք մասնագիտացված անգլերեն սովորեք, այստեղ կարող եք բուժքույր լինել, բուժքույրի օգնական լինել, ատամնաբուժի օգնական լինել, 12 դասավանդումները տեղի ունենում, ժամանակ չի մնացել, ընդամենը մինչև շաբաթ օր, նորից կրկնում եմ, մինչև շաբաթ օրը ժամանակ ունեք գրանցվելու այս դասավանդումներին մասնակցեք անվճար եւ վերջում վկայական են տալու ձեզի, որ 50 նահանգում, Ամերիկայի բոլոր նահանգում իրենց վկայականը ընդունելի է։ Դուք կարող եք գնալ այսպես private դպրոցներ գնալ, բայց վկայականը մենակ այդ դպրոցին պետք է, որևէ ուրիշ տեղ ընդունելի չի իրենց վկայականը։ Սա որովհետև նահանգի ծախսով է այս դպրոցում դասավանդումները դուք ստանում եք, այդ վկայականը արժի որտեղ ձեզ հետ տանեք։ Եվ ասացի, կարճ ժամանակ է մնացել, գնացեք, հասցեն կտեսնեք այնտեղ Ալեն փողոց եւ նաեւ Burbank High School-ում, որ ճիշտ անմիջապես Գլենոքսի վրա է Գլենդելի հարևանության, այստեղ նաեւ դասավանդումները լինում է կապված ինչ եք ուզում սովորել։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post-ը հովանավորում է ծրագիրը։ Ծանրոց եթե օթանավով ղրգեք մի փանդը $2.99 նավով մի ծանրոց հանձնեք, երկրորդը անվճար կտանեն, $40 ծանրոց վերցնեք, մյուս 40 համահավասար,
$40 ծանրուց ձեզ անվճար կտան, $20 վերցնեք ամավասար 20-ը կտան։ Գումար կարող եք Հայաստան ղրգել, եթե դրամ ղրգեք Հայաստան 1% է, դոլար ուղարկեք տարբեր է լինելու, դրամը 1%։ Իսկ նաև եթե կահկարասիկ ունեք, այսպես ուզում եք տեղափոխվել Հայաստան կամ ազգական ունեք, ուզում եք ղրգել Հայաստան, բոլոր իրենց միջոցով կարող եք ղրգել, անգամ մեքենա նաև կարող եք Հայաստան ղրգել։ Շանի թուրն է հովանավորում ծրագիրը, Բրազիլիա, Փարագուեյ եւ Արժանտինա տեսնում եք $3,890 է, ամեն ծախսերը ներառված, all inclusive զանգահարեք, նաև Եվրոպա կարող եք գնալ Իսպանիա եւ Պորտուգալ կարող եք գնալ 10 օր, ընդամենը $3,690 բոլոր ծախսերը ներառված է, զանգահարեք այդտեղ։ Court Furniture-ով անավորում է ծրագիրը։ Court Furniture-ը Ամերիկայում խոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է։ Գլենդելում 339 նոր ցենտրալը մրթել հատման կետում։ Orange County-ում խանութներ ունեն, Santa-Ana-ում խանութ ունեն, Օրեգոնում, Վաշինգտոն նահանգում, Վաշինգտոն քաղաքում, Նյու Յորքում, Նյու Յորք քաղաքում, նահանգում տարբեր տեղեր խանութներ ունեն։ Նոր մատրես պիտի գնեք, տարատեսակ մատրես են առաջարկում կվերադառնա։ Solar eclipse, ուրեմն խավարում այսպես կոչված տեղի էր ունենում Եվրոպայում։ Մանավանդ այն տարածքներ, որ կարող էին տեսնեին Iceland, Սպանիա եւ այսպես նաեւ Եգիպտոսում կարելի էր տեսնել եւ ես հիմա ուզում եմ ցույց տալ ինչ են տեսել, ձեզ ցուցադրենք, այստեղ տեսնում եք մարդիկ կանգնել են յուրահատուկ ագնոցով նայում են, որ աչքերին չխանգարի, ինչ էին տեսնում, այսպես տեսնում եք։ Խավարում այն ժամանակ է, որ լուսինը ճիշտ մնում է երկրագնդի եւ արևի միջև եւ այսպես տեսնում եք, այսպես միասին տեսնենք, այսպես ասացի, սա տարածքներում Ֆրանսիայում նաեւ մասամբ, այսպես տեսնում եք ճիշտ մատանի օղակ լինի կամ ադամանդ լինի լույս է ընկել, տեսեք ինչ է մասամբ, պարակ, հետո լրիվ, ուրեմն լուսինը մնում է երկրագնդի եւ արևի միջև, այսպես պատկերներ ժողովուրդը, ուրեմն ամեն այդ երկրներում, եվրոպական որոշ երկրներում մարդիկ նստել են, սպասում են, որ տեսնեն, այսպես տեսնում եք ուրախանում են, երբ որ մտնում է, հետո լույսը վերադառնում է, այսպես ուրախ են մեկ անգամ եւս տեսեք այս ծախը լուսինը 400 անգամ արևից փոքր է, այստեղ տեսնում եք եւ արևը 400 անգամ ավել մեծ է, քան թե մեր երկրագունդը։ Հիմա ծախում տեսնում եք չափերը եւ տարածքներն եք տեսնում, որ լուսինը շատ մոտ է գետնին, քան թե արևին, այնտեղ տեսնում եք այսպես աչում, տեսնում եք այդ վիճակը, եթե լուսինը ճիշտ մնա արևի եւ գետնի վրա, խավարումն է լինում cosmetic, տեսեք, հետո լրիվ մտնեց, ու հետո քիչ հետո անցնում է եւ արևը Երևան է գալիս երկրագնդին համար։ Ես ուզում եմ խոսել հրդեհի մասին, Fullerton, մեր հարավում Fullerton, այնտեղ օդանավների կայան կա, այսպես ճիշտ parking լինի, նրանք որ անձնական օդանավներ ունեն Fullerton-ում կարող են այնտեղ park անեն, hangar-ներ կա այնտեղ եւ ես այստեղ հիմա ուզում եմ ցուցադրել ձեզ եւ այդ hangar-ներից մեկում հրդեհ է տեղի ունենում եւ կողքը կոշիկի խանութ է, specialty shoes, յուրահատուկ կոշիկներ։ Հիմա այսպես տեսնում եք հրդեհ է տեղի ունենում եւ 100 firefighter շեժներ գալիս են, որովհետեւ սա խոշոր հրդեհ է վերածվում, տեսնում եք այդպես, բայց ամենայն դեպս
բարեբախտաբար կարողանում են կոնտրոլի վերել եւ մեր դեհը մարեցնել, սա Fullerton մեր արավում Orange County այդ տարածքում է ինչ որ տեսնում եք, տեսեք ինչ խոշոր հրդեհ էր այս օր տեղի ունեցող։ Ես հիմա ուզում եմ շարունակել ու խոսել հեղեղի մասին։ Գիտեք, հիմա սա մի տարածք էր հրդեհը։ Որոշ տարածքներում հրդեհը ճիշտից որտեղ գիտեք շատ շոկ է, անձրև չկա եւ այդ դժվար կացում։ Իսկ որոշ նահանգներում, որոշ քաղաքներում նաեւ Indianapolis այնտեղ հեղեղ է տեղի ունենում։ Դուք պատկերացրեք 36 ժամվա ընթացքին, այսինքն 1 օր ու կեսում 12 ինչ շարունակաբար անձրև է իջել։ Մտածեք այսպես 30 սանտիմետրից ավել անձրև է եկել ու այսպես քաղաքը լրիվ դժվար կացու շարունակենք։ Քաղաքը դժվարության մեջ է, այսպես տեսնում եք։ Մեկ հոգի նաև մահացել է դժբախտաբար այս խխտվել է ջուրի մեջ եւ հիմա տեսեք այդ անձին հազիվ կարողացան այդտեղ ժամեր մնացել էր գազի խողովակ կամ դժվարություն է լինում պայթում է շենքը լրիվ տապալվում է տեսնում եք այդտեղ փոթորիկ gas station-ի այդ տանիքները ինչ որ քանդեց փոթորիկը եւ քաղաքը մնացել է Indianapolis, Indiana, այսպես վիճակի մեջ է նաեւ Ohio նույն դժվարությունները Ohio-ում նաեւ կա հեղեղը տեղի ունենում այսպես է սա տեսեք այդ անձին գնում են փրկում են ժամեր մնացել էր Փրկարանը տեսեք քամին տապալում է լրիվ ամեն ինչ իր ճանապարհին կամ հրդեհն է վառում կամ ուրիշ դժվարություններ այս դժբախտաբար կինն է ինչ որ տեսնում եք զոհ է գնում այս հեղեղին այդ տարածքում ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ Կոլումբիայի երկրաշարժի մասին խոսեմ նրանից հետո պոլիսը հիմա մեկ նոր գործիք հետաքրքիր, որ ինչպես մեկին կարողանան ձերբակալեն անցյալում այս immigration-ի ոստիկանները եթե չէր այսինքն անդուրժում որ ձերբակալեն եւ այլն ատրճանակ պետք է անեին երկու օքու կրակեցին սպանեցին այս immigration-ի ոստիկանը հիմա տեսնեք այս նոր զենքը ինչ որ ունեն ինչպես կարողանում է անձին այսպես հնազանդ պահել, որ հնազանդվի ձերբակալեն կամ տանեն ինչ որ պիտի լինի յուրահատուկ գործիք ուզում եմ ցույց ցուցադրել Իսրայելը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում եթե դուք վարձակալ եք վարձել եք մեկ ապարտման դա պիտի մաքուր լինի բնակի լինի եթե մուկ կա մրջուն կա եւ միջատներ պահարան բացում եք դա այդպես չի փաստաբանի հետ խոսեք դուք ոչինչ չեք վճարում եթե հաջողի գումար վերցնի հետո իրեն կվճարեք ծրագիրը հովանավորում է Փիզարտինի Բրբանկում հովանավորում է եթե մի պիցա պատվիրեք երկրորդ պիցան կես գնով է 50% եք վճարելու որևէ չափ ընտրեք համահավասար չափը 50% եք վճարում դոկտոր Թավանսի աշկի վիրահատող բժիշկն է հովանավորում 3 կենտրոններ ունի 31 տարվա փորձառությունով եւ վիրահատող աչքի բժիշկ է սա ագնոցի կարիք ունեք շուր է հոսում աչքից ուրիշ ցավեր ունեք աչքին վերաբերող գլենդելում զանգարեք այս հեռախոսահամարին Փասադինայում սա իր գրասենյակն է տեսնում եք եւ Orange County-ին մասամբ փոքր county է այնտեղ նաեւ գրասենյակ ունի զանգարեք հանդիպեք այս մասնակետին ծրագիրը հովանավորում է Նաև դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում, որը գեղագիտական աշխատանք դեմքի վրա պիտի կատարվի, զանգարեք այստեղ կվերադառնա։
Կոլոմբիայում ցես հաղորդենեյոր երկրաշարժ տեղի ունեցավ, այնտեղ 250 հոգի մահացել են, իսկ 3000 հոգի անհետ կորեն են։ Գիտեք ինչ օրերը անցնում է, բախտը, որ մեկին ողջ գտնեն, պակսում է, որտեղ այդ փլատակների տակ է եւ դուք շուտ չհասնեք, այդ որտեղ որ այսպես մի փոքր օդ են ունեցել, միջև վերջանում է նաև անձը եթե ջուր չի ստանում ուտելիքը կարևոր չի մի շաբաթ 10 օր կարող անձը իմանա բայց ջուրը շատ հարկավոր է ես այստեղ ուզում եմ ցույց տալ ձեզ տեսնեք փրկարարները աշխատանքը կատարում են ձեզ ասացի երեք նաև հիմա կտեսնեք այստեղ փոքրիկ մի քանի ամսական երեխա կարողանում են այդ փլատակներից փրկել ընտանիքներ դժվար կացություն է եղել անգամ հիվանդանոց փլվեց որ պատկերացրեք հիվանդանոց պետք է օգտակար լիներ ընդհակառակը վնաս եղավ այսպես տեսեք փոքր երեխային ինչ որ կարողացան անել եւ ասացի դեռ շարունակվում է 3000 հոգի դեռ անհետ կորեն են ես հիմա ուզում եմ խոսել ինչ որ ասացի այսը որը immigration-ի custom enforcement հաստատությունն է որ մի ժամանակ նախագահ հրամաններ տվել գնում էին փողոցների ծերբակալում էին եւ այսպես եւ երկու հոգու ուրեմն անձերի որ ամերիկացի են իմիգրանտ չեն այստեղի բնակիչներ են ամենայն դեպս մահացան այդ երկուսը եւ կոպտություններ եղավ ուրիշ դեպքեր պատահեց հիմա մի նոր գործիք որը օգնում է այս immigration-ի ոստիկաններին շատ օգտակար է լինում հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ տեսնեք այս տարօրինակ ձեռնոց է որ ունեն իսկ անձին եթե ձեռք է տալիս տկարանում է անձը ուրեմն ամերիկայի immigration-ի եւ custom enforcement-ը 20 միլիոն տրամադրել է որպեսի electric shock gloves ուրեմն տեսնում եք GLOV բացատրվել է General Low Output Voltage ուրեմն էլեկտրականություն է ինչ որ մեկի մարմնին տիպչում է ուրեմն անձը թուլանում է եւ դրա համար ոստիկանի համար հեշտ լինում է ցերպականելու անձին առանց խնդիրներ ստեղծվելու այստեղ տեսեք անձին ձեռք է տալիս տես մի վարկյանում հնազանդվում է անձը տեսեք այդ ձեռնոցը տեսնում եք այստեղ իրենք ասում են որ սա թույլ է տալիս աֆիսերը որպեսի հրացան կամ ատրճանակ չօգտագործի եւ pepper spray երբեմն նաեւ այդ արցունքաբեր գազն էին այսպես լցում անձի աչքը կամ երեսի վրա ուրեմն սա մասամբ անվնաս է ժամանակավոր շատ կարճ ժամանակվա համար անձին տեսակ վայրը գցում հնազանդվում անձը եւ այդպիսով կարողանում են ձերբակալեն առանց խնդիրների այսպես կարողանում են հետո immigration-ի բանդն են տանում կամ ինչ որ պիտի կատարվի կամ պատահի դա է լինում նախագահ Թրամփն է որ ասում է մենք մեծ թվով հանել ենք անօրինականներ ոչրակորձներ այս երկրից հանել ենք այսպես խոսում է տարբեր ելույթներ որ ունեցել են ես ուզում եմ խոսել նաև Ատլանտա Ջորջիայում մեկ բնակարան այսինքն մեկ ապարտման բիլդինգ այսպես մի օքի իմ ուզում ցույց տալ գիշերը գալիս է հրդեհում է նայեք տեսնում եք այս անձը դեմքը փակած է թեև ռինգը այդ կամերան վերցրել անձին բայց տեսեք կրակը տնում է բնակարանի մեջ առավոտը շուտ քանի մութ է եւ թողնում է հեռանում է այս շենքը լրիվ հրդեհվում է այսինքն այդ ապարտման բիլդինգը հիմա տեսեք ինչ վիճակի է եղել ոչինչ չի մնաց այսինքն բացի այն որ դիմալիշան է կամ լրիվ
տապալ են, նորից կառուցեն մեքենաներ եւ այսպես բայց բարեբախտաբար ոչ ոք թեև առավոտը քնած են եղել մեկը մյուսին արագորեն լուր է տվել բոլորը կարող են բնակարանի միջից փախուստ տան առանց վնասներ հասնելու երբ վերադառնամ պիտի խոսեմ Ջոդի Ֆոստերի մասին եւ Հինքլիի մասին խոսեմ նրանից հետո Հռոմի Պապին վերաբերող իրեն գլխարկի մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը դեպքում է Գլենոքս փողոցի վրա ալերգի եւ ասմայով եթե տառապում եք զանգարեք այս հեռախոսի համարին Serve Pro ընկերությունն է հովանավորում ծրագիրը Serve Pro-ն եթե ձեր բնակարանը հրդեհվել է եւ պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի եթե նոր շենք եք կառուցել պրոֆեսիոնալ աշխատանքի կարիք ունի մաքրման կարիք ունի ահա այս հարցերով սրանք տիկիններ չեն գալիս են բնակարան մաքրեն պրոֆեսիոնալ մաքրողներ են կամ դուք ADUX արկե ավելացրել եք ձեր շենքը սենյակներ եք ավելացրել ձեր այսպես ժամանակ մաքրման պրոֆեսիոնալ մաքրման կարիքը կա այստեղ զանգարի ծրագիրը հովանավորում է նաև Հոլիվուդ պիանոն է հովանավորում Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է Հոլիվուդ պիանոն 600 դաշնամուր կա Հոլիվուդ պիանոում 1928 թվականից 98 տարի ինչ որ աշխատում է Հոլիվուդ պիանոն Ռաֆիզ Մարքետ հովանավորում է ծրագիրը Ռաֆիզ Մարքետը պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու նաև իրենք հաց են թխում այդտեղ թարմ հաց կարող եք վերցնել իրենցից կվերադառնա Ջոդի Ֆոստերը ճանաչված արտիստուհի է այս երկրի 18 տարեկան է լինում Ել համալսարանն էր գնում 1981-ին 1981-ին նախագահ Ռեյգանը դարձել այս երկրի նախագահ ընդամենը 69 օր էր որ իր աշխատանքը սկսել է այս մեծահարուստի երեխա Ջոն Հինքլի Ջունիոր սիրահարվում է ֆիլմերում տեսել է այն ժամանակ նոր է Ջոդի Ֆոստերը սկսել մեկ ֆիլմում տեսնում է 100% սիրահարվում է ինքը 25 տարեկան էր նա 18 տարեկան էր ու մտածում է աշխատում է կապ հաստատի չի լինում բայց որպեսզի իրեն ուշադրությունը գրավի իր վրա այս 25 տարեկանը տարօրինակ կործանում նախագահ Ռեյգանը այդ ժամանակ Վաշինգտոն հոթելը որ մի քանի ժամանակ առաջ 3 ամիս առաջ այս ցույց տվի Թրամփը գնացել էր այնտեղ մեկ ուրիշը հոթելի մեջ իհարկե Թրամփը սրահի մեջ է լինում ինքը մյուս արկի մեջ է լինում իր պահապանները կարողանում են այդ անձին ձերբակալեն նախագահին Թրամփին երբեք չի մոտեցել բայց Ջոն Հինքլի Ջունիորը գնում է մոտենում է երբ որ հոթելից նախագահ Ռեյգանը դուրս է գալիս մտնի իր մեքենան կրակում է իր վրա նախագահ Ռեյգանը վիրավորվում է իրեն գցում են մեքենայի մեջ Secret Service-ը գաղտնի ոստիկանությունը ինչ որ նախագահի էլ նախագահին գրկում գցում են մեքենայի մեջ մեկ հոգի ընկնում է իր վրա եւ այդ պատճառով ավել վնաս է հասնում Ռեյգանին ամենայն դեպս իրեն տանում են հիվանդանոց են տանում հասցնում եւ իր խոսնակը իր spokesperson-ը իրենը նա վիրավորվում է որ հետո հաշմանդամ դարձավ եւ մոտարապես 50 քանի տարեկան էր մահացավ այսինքն լրիվ հաշմանդամ էր դարձել իր խոսնակը նախագահ Ռեյգանի հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ ձեզ դեպքը ինչ որ պատահեց սրանից 30 մասամբ 6 տարի առաջ այսպես տեսնում եք այդ անձին է որ այս տեսնում եք իրեն տեսնում եք նայում է նախագահը պիտի գա կրակում է եւ իրեն ձերբակալում են իհարկե այդտեղ եւ հետո ասացին որ սա ինքն է ասացին որ հոգի հիվանդ է սա Ջոդի Ֆոստերն է այդ ժամանակ 18 տարեկանում որ տեսնում է սիրահարվում է մեկ ֆիլմի մեջ տեսել է սիրահարվել է այդ անձին եւ այսպես դժբախտություն ինչ որ տեղի ունեցավ
Այս իր ընտանիք ասացի շատ մեծ արուստ էին, ամենայն դեպս հարմարեցրին, որ սա հոգի հիվանդ է, եթե հոգի հիվանդ է, ուրեմն տեսնում եք սա հիմա Թրամփինն է, որ մեկը հրացանով գալիս է, բայց երկրորդ հարկում է նույն հոթելում, ինչ որ Ռեգանին դրսում կրակեն էին, սա այդ Հինքլին եք տեսնում աչում, Ջոդի Ֆոստեր 18 տարեկան այդ ժամանակ եւ հետո իհարկե ձերբակալեցին, ասացին հոգի հիվանդ է, եթե չէ պիտի կախաղան բարձրացնեին եւ այսպես տարիներ supervision, ուրեմն իրեն հետևեն են մինչեւ 2016-ը այդ հոգի հիվանդների հիվանդանոցում էր եւ 2016-ին արձակեցին, բայց supervision անընդհատ իրեն պետք է գար ներկայանար կամ իրեն կնային տեսնեին մինչև 2022 բժիշկ ասաց որ սա էլ վտանգավոր չի, հիմա բնականաբար 71 տարեկան անձնավորությունը այդքան տարի անցել է, ինչ որ տեսնում եք եւ ահա այսպես տեսեք տարօրինակ մի դեպք որ տեղի ունեցավ, որ մեկին տեսել է, սիրահարվել է եւ այսպես վտանգ, ինչ որ նախագահին մասամբ թերորի էր ենթարկում նորընտրյալ նախագահին այն ժամանակ։ Ես ուզում եմ խոսել նաև Հռոմի Պապի մասին։ Հռոմի Պապը Շիկագո Իլինոյից է ինքը, ուրեմն այնտեղ Շիկագո Իլինոյում White Sox ինքն էլ ասում է, որ ես այդ թիմը շատ եմ սիրում, որտեղ այդ քաղաքն եմ ծնվել մեր բեյսբոլի թիմը շատ եմ սիրում։ Ուրեմն այսպես իրեն գլխարկ են նվերտվել, White Sox-ի գլխարկն եք տեսնում եւ հիմա այդ մրցություն էր տեղի ունենում, բոլորին մեկ գլխարկ են տվել, որ Հռոմի Պապի գլխարկն է, ինքն էլ հարց չունի, ասել է չգիտի երբ, բայց վերջ-վերջո պետք է գա ուր որ ինքը ծնվել է մեծացել է այդտեղ, այդ քաղաքում պիտի կա այցելի ժողովրդին։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ, տեսնեք այս White Sox-ի խաղի ժամանակ է, տեսեք բոլորը գլխարկ են տրել, Հռոմի Պապի գլխարկ շապիկներ եւ զարմանալիորեն տեսնում եք, ահա, սա էլ մեկ կույս է, որ խաղը գնդակը շթում է այնտեղ, այսպես տեսնում եք Շիկագո Իլինոյ եք տեսնում, բոլորը ուրախ են, Հռոմի Պապը իրենց քաղաքն է ծնվել, մեծացել, տեսնում եք եկել են իրեն խրախուսելու։ Հետաքրքիրորեն այս White Sox-ը, կներեք, White Sox-ը այս վերջին տեսեք բոլորը դարձել են Հռոմի Պապեն դարձել այդ քաղաքի ժողովուրդ։ Այս թիմը ամենավատ թիմն է, իր խմբի մեջ ամենաներքևի թիմն է։ Այս White Sox-ը ինչ որ Հռոմի Պապը նաև սիրել է իր երիտասարդ ժամանակվանից։ Ես պիտի դադարեմ եւ վերադառնամ շարունակեմ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում։ Եթե հետեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե accident եք ունեցել, զանգարեք այս հեռախոսի համարին։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Ֆութիլ փողոցի վրա է Sunland, բայց իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձեն։ Այնտեղ դուք ձեր հասակակիցների հետ կարող եք զբաղվել տարբեր խաղերով, ճաշել, խոսել, ձեզ է հրավիրում Սոնաֆեն։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը։ Անաշե գիֆտը գտնում եք Գլենոքս փողոցի վրա, $9.99 է այս սուրճ պատրաստելու համանը 19.99-էր, իջեցրել են $9.99, էլեկտրական է, անմիջապես կարող եք ձեր սուրճը պատրաստել, Անաշե գիֆտ գտնում 1938 Գլենոքս փողոց կվերադառնա։ Lakers-ը ամենաճանաչված թիմերից է եւ հաճախ առաջին տեղն է գրավում բասկետբոլի թիմը եւ 1979 թվականից պատկանում էր մեկ ընտանիքի բաս անունով այդ անձնավորությունը 79 թվականից ունեին
ու երբ մահացավ իր դուստրը տերը դարձավ այդ թիմի իսկ 2 տարի առաջ այդ կինը որ տերը դարձել էր 17% պահեց թիմի այդ փայատիրության կամ տիրության 17% պահեց մնացածը ծախեց Մարկ Վոլթեր անունով բիլիոնատերի ծախեց այդ թիմը այդ ժամանակ 10 բիլիոն արժում էր ամենա թանկ այդ բասկետբոլի թիմը համարեք իսկ հիմա այդ անձը որ 2 տարի առաջ մոտարապես ավելի քիչ 2 տարի առաջ առել է ինքը վաճառում է այս թիմը 12 բիլիոն 500 միլիոն այսինքն այդ ավելի քիչ 2 տարվա ընթացքին 2.5 բիլիոն շահն է այդքան թանկացել է այս թիմը ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել տեսնում եք Lakers-ի մասին է ուրեմն այդ առեն են 10 բիլիոն եւ այսօր վաճառում է 12.5 բիլիոն տեսեք ինչ արագորեն կարճ ժամանակահատված սա այդ անձնավորությունն է ինչ որ ձեզ ասացի Մարկ Վոլթերն է որ վաճառում է իհարկե սրանք մի թիմ եւ այլ ավել թիմեր ունեն ամեն ձև ով է գնում հիմա այս թիմը ով է գնել այստեղ տեսնում եք Bob Iger այստեղ տեսնում եք Bob Iger Disney նախագահն էր միջև այս մի կարճ ժամանակ առաջ հիմա անգստի է կոչվել բիլիոնատեր նաեւ ում հետ միասին առեն է Bob Iger-ը գնեն է Kushner նախագահ Թրամփի փեսայի եղբոր հետ միասին 3 օրվա ընթացքին այդ թիմը, այսինքն Lakers-ը գնեն են ընդամենը 3 օրվա ընթացքին թիմը գնեն են հիմա ասում են այդ Մարկ Վոլթերը ուրիշ խնդիրներ ունի դրա համար օր առաջ ուզեցել է սա վերջացնի պատկերացրեք 12.5 բիլիոնը 3 օրվա մեջ առևտուր անեք իհարկե այնտեղ թիմերի համագործակցության խումբը կա նրանք պետք է հաստատեն որ թվում է անպայման կհաստատեն որովհետև ասացի նախագահ Թրամփի փեսայի Kushner-ի եղբայրը մեջն է սրա Iger-ը ինքը ճանաչված ինֆլուենշալ մեկ մարդ է եւ այսպես տեսում եք ես վերջավորության ուզում եմ այսօր ջակփաթի խաղարկումը տեղի ունեցավ եւ նվերը հասել է 1 բիլիոնից ավել այստեղ տեսնում եք իսկ եթե դուք հաջողեք որ հույսով եմ դուք մեր հեռուստադիտողներից մեկը լինի որ բախտի գիտեք ավել շատ է անձը կայծագից մահանա քան թե այս ջակփաթ կամ ուրիշ խաղերի հաղթանակը ունենա կամ շահի 433 միլիոն այդ 1 բիլիոնից ավել գումարից ընդամենը ձեզ կտան 433 միլիոն դուք կստանաք եւ ինչ ասացի հույսով եմ դուք լինեք այդ աջողակը որ կստանաք գումարը ծրագիր եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում